Վերջին տարիներին ընդհանուր հանցագործությունների մասնաբաժնում գողությունները նվազել են հասնելով 15,9%-ի, բայց չի փոխվել տրանսպորտային միջոցներից գողությունների ցուցանիշը։ Օրենքով պատիժ նախատեսված է, բայց ոչ այն դեպքերի համար, երբ գողությունը կատարվում է դատարկ ձեռքերով առանց օժանդակող գործիքների։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը գլխադասային հանձնաժողով ներկայացրած նախագծով առաջարկում է սահմանել պատիժ, իսկ արարքը որակել միջին ծանրության հանցանք։ Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով 20-պատիկից 50-պատիկի չափով կամ հանրային աշխատանքով 150-ից 270 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակման 1-ից 3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկման 1-ից 2 ամիս ժամկետով կամ ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով։ Միաժամանակ օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Վիճակագրությունը չի կարող արտացոլել իրական պատկերը, քանի որ տուժողները հաճախ չեն դիմում ոստիկանություն։ Պատճառը բացահայտումների ցածր մակարդակն է։ Այս մասին հարցեր ուղղեցին օրենսդիրի անդամները։ Կարող է եւ գողությունների քանակը նվազել է նաեւ այն պատճառով, որ մարդիկ չեն դիմում ոստիկանություն, բողոքներ շատ կան, որ իրենց բողոքները արձագանք չեն գտնում։ Շատ դեպքերում տուժած անձիկ համաձայնության են գալիս գողություն կատարած անձի հետ հայտնի տելեգրամյան ալիքներով, որպեսզի շատ արագ վերադարձնեն իրենց պետհամարանիշը կամ գումարի դիմաց, որը ըստ էության շորտման դեպք է արդեն որտեղ գողության, բայց այդ դեպքերը դուրս են մնում հաշվառումից, ընդհանուր առմամբ մենք այս բանին որպես մեղադրանք առաջադրած գողությունների համար 25 թվականի 4 ամիսների դրությամբ 6.5% ունենք, որ մեղադրանք առաջադրվե, որ անձը հայտնի է եղել մեր օպերատիվ, սենց ասած ամփոփագրերով մեզ հայտնի է 27.2%-ն է բացահայտված։ Ըստ Վլադիմիր Վարդանյանի կալանք կիրառելը հարցի լուծում չէ, падգամավորներն առաջարկեցին այլ ընտրանքային լուծումներ գտնել։ Մանրամասները պայմանավորվեցին քննարկել երկրորդ ընթերցումից առաջ, իսկ առաջին ընթերցմամբ նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը պարտադիր զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքներից խուսափելու համար։ Զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի, իսկ վարժական հավաքներից խուսափելու դեպքում ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը 20-պատիկի փոխարեն սահմանել 15-պատիկից 30-պատիկի չափով սանկցիա, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույն 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարով։ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Ծառայությունից խուսափելը ծանր հանցագործություն որակելը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ գաղտնի քննչական գործողություններ, իսկ ովքեր են խուսափում վարժական հավաքներից։ Եվ ՀՀ-ում բնակվող եւ այստեղի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գուցե Հայաստանի Հանրապետությունում չբնակվող, մշտապես չբնակվող անձանց վերաբերյալ վարույթներ կան։ Արդյոք սանկցիան ավելացնելը կկանխարգելի այդ վարժական հավաքներից խուսափելը։ Այս խստացմամբ այդ խնդիրը ամբողջությամբ հնարավոր չի լուծել, բայց որոշակի դրական ազդեցություն վստահաբար ունենալու է նաև կանխարգելիչ տեսանկյունից։ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է վարժական հավաքներից խուսափելը համարվելու միջին ծանրության։ Փոխնախարարը հայտնեց, որ ոչ մեծ ծանրության դեպքում 3 ամսում գործը մեղադրական եզրակացությամբ պետք է գնա դատարան կամ կարճվի։ Միջին ծանրության հանցագործությունների դեպքում 5-ամսյա ժամանակ է տրվում։ Ճիշտ ասած, եթե մենակ այս հիմնավորումը լիներ, ես դեմ կքվեարկեի այս նախագծին, սա շատ վատ հիմնավորում է։ Այսինքն ասում եք չենք հասնում 3 ամսվա ընթացքում անենք, դրա համար արեք հանցագործությունը բանից հետևից դարձնենք միջին ծանրության, որ քննիչները հասցնեն։ Բնականաբար սա չի հենց բուն շարժառիթը փոփոխություն իրականացնելու շարժառիթը հենց դեպքերի աճն է։ Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ։ Հանձնաժողովի օրակարգում էր նաև Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեղինակած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Առաջարկում էին ընտրակեղծ ծառայությունները նվազեցնելու նպատակով քվեախցիկները տեղադրել այնպես, որ ընտրողը քվեարկելիս մեջքով կանգնած լինի դեպի հանձնաժողովը։ Պատգամավորների հարցադրումներից ու հակափաստարկներից հետո Աղազարյանը հայտարարեց, որ նախագիծը հանում է շրջանառությունից։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։